Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է 10%-ով թանկացնել էլեկտրաէներգիան եւ ներկայիս 38 դրամ սակագինը բարձրացնել մոտ 4 դրամով։ Այս մասին հանձնաժողովը 3 հայտարարություն տարածեց առանց մանրամասնելու, երբ է պատրաստվում այս հարցը քննարկել եւ որոշումը կյանքի կոչել։ Փոխարենը հայտարարության մեջ նշվում էր, որ պետական հանձնաժողովն այս քայլին գնում է սեփական նախաձեռնությամբ։ Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանի խոսքով հաշվարկվելու համոզվել են մատակարարող ընկերությունները 20 միլիարդ դրամի պակասորդ ունեն եւ անհրաժեշտ է հիմա այդ ճեղքվածքը փակել։ Դա այնքանով է մեզ հնարություն ընձեռում ընդհանուր համակարգային սակագների վերանայման խնդիր դնել, որ մենք խնդիրները տեսնում ենք ընդհանուր կոմպլեքս վիճակում, այսինքն յուրաքանչյուր ընկերություն իր խնդիրն է տեսնում եւ իր խնդիրն է ներկայացնում մեզ, իսկ մենք ընդհանուր համակարգային ենք տեսնում այդ Մեր հարցին, թե արդյոք արկա ֆինանսական ճեղքվածքը սխալ քաղաքականության հետևանք չէ, Բաղրամյանն ասաց ոչ, արտոնյալ ժամկետներով վերցված վարկերի մուծման ժամանակն է մոտենում, ֆինանսական տարբեր խնդիրներ կան, իսկ հարցին, թե ինչու պետք է պակասորթը լրացվի քաղաքացու հաշվին, այն դեպքում, երբ ոչ աշխատավարձն է բարձրանում, ոչ թոշակը, զրուցակիցս պատասխանեց, ամեն ինչ սպառողի համար է արվում, բա ով մուծի, 10%-ով կավելանա էլեկտրաէներգիայի բեռը քաղաքացիների համար, ինչը պարտադիր էր եւ անխուսափելի, ընդգծեց Բաղրամյանը։ Մինչդեռ հայկական ժամանակ օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը կարծում է, որ թանկացումներից կարելի էր խուսափել, եթե իշխանությունները ռուսական թանկարժեք գազի փոխարեն ավելացնեին Իրանից ներկրվող վառելիքի ծավալը։ Որքան շատ ներկրենք Իրանից գազ, այդքան շատ կստանանք գրեթե ձրի էլեկտրաէներգիա, հա, բայց փոխանակ այդ գազի ներկրումը մենք շատացնենք եւ ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրենք, մենք գնալով նվազեցնում ենք։ Փոխարենը այրում ենք էլեկտրաէներգիա ստանալու համար այրում ենք ռուսական թանկ գազը։ Այսինքն տեխնիկապես հնարավոր է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը ոչ միայն չբարձրացնել, այլ նաև նկատելիորեն իջեցնել։ Սպասվող թանկացումը քննադատում են նաև ոչ իշխանական ուժերը։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը փաստում է, որ դեռևս 1 ամիս առաջ ազգային ժողովում հրապարակավ հարց է բարձրացրել այս մասին։ Էներգետիկայի փոխնախարարը սակայն հավաստիացրել է, թե թանկացում չի լինելու։ Կառավարության ներկայացուցիչը կամ տեղյակ չէ, կամ կառավարության ներկայացուցիչը իր տեղում չէ, որ տեղյակ չէ, թե իր ոլորտում ինչ է ակնկալվում, ինչ է սպասվում եւ ինչ հնարավոր սպասումներ կան, կամ ընդհանրապես մեր պաշտոնյաները միայն վերջի պահին են իմանում, այն էր երբ որ համապատասխան երկրից, երևի թե կամ ինչ որ այլ կենտրոններից նրանց իրազեկվում է։ Հնարավոր թանկացման մասին լուրը տհաճանակնկալ էր նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի համար, ով եւս այս մասին մի քանի անգամ հարց է ուղղել կառավարությանը։ Երբ որ մի քանի ամիս առաջ թանկացրեցին, ասացին, որ դա մի քանի տարի կլետևի։ Մասնավորապես գազի մասին դա ասվել է։ Ես չեմ կարողանում հասկանալ։ Մենք հարցրեցինք, լավ եք հաշվել այս անգամ։ Հիմա նորից էս վատ սյուրպրիզեր է։ Քանի որ էլեկտրոցանցերը անցնում են նաև Հայրուզ գազարդին, կարելի է հետայսու գազը չթանկացնել, էլեկտրաէներգիան թանկացնել, ի՞նչ տարբերություն։ Էլեկտրաէներգիան ստացվում է մասամբ գազից։ Հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով թանկացման հարցը այս պահին դեռևս քննարկման փուլում է, թեև դեռ հստակ ժամկետներ չեն նշվում, այդուամենայնիվ նախատեսվում է, որ էլեկտրաէներգիան կթանկանա այս տարվա ընթացքում։ Սպառողներն արդեն սկսել են հաշվարկել նոր թանկացման հետևանքները։ Մենակ կոմունալները 30,000 է կազմում։ Մի հատ հիմա թանկացնի, թեկուզ 31,000, լինեք 1,000-ը 3 օրվա հացի փող է։ Դե թող 5 դրամ պակասացնեն, էլի։ Գոնե մի քիչ վիճակներս կլավան։ Ես վաղը մյուս օր ճրակ վառեմ նստել։ Ինչի համար, որ օլիգարխները կռուգում իրանց զաբորներով հոսանքը վառեն, գազերը քաշեն, լուսերը ունեն, էլիտար ձևով ապրեն, հա։